երբևէ չենք դուք աշխատանքային խմբի աշխատանքի բնույթը գիտեք, աշխատանքային խումբը հրապարակել է օրինակ ինչով է ինքը զբաղվելու, երբ որ հրապարակի, երբ որ իր աշխատակարգը հստակ լինի, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին եւ սահմանադրությանը եւ նաեւ բարոյականությանը հակառակ։ Անջատ կա եկեղեցի պետությունը միմյանցից անջատ են։ Հարգելի գործընկերներ, քանի դեռ աշխատանքային խումբը իր աշխատանքային օրակարգը եւ իր աշխատանքային գործառույթները չի հրապարակել, թույլ տվեք սրա հետ կապված մեկնաբանություն չանեմ, ես վստահ եմ, որ ինչպես մեր բոլոր քայլերը, այնպես էլ այս քայլը տեղավորվելու են Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրենքների եւ բարոյականության շրջանակներում։ Իսկ կարող եք նաև ակնկալել այդ վարչապետի հայտարարությունից դատել, որ հնարավոր է նաև առաջիկա ընդդեմ գաղափարի Քանի դեռ քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետև մենք քաղաքական գործունեությամբ այդ հատվածով մեզ քաղաքական չի մեր մոտիվացիան, վարչապետը ասել է, որ մեզ ավելի շատ եւ բացառապես այս հարցը ինձ անձամբ հարցը հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա եւ կուսակրոնության հետ կապված ուխտի թվացial խախտումն էլ կամ արդեն հայտարարված խախտումն էլ այս տրամաբանության մեջ է եւ երկրի վարչապետն է հայ քրիստոնյա լինելու երկրի վարչապետը նաեւ հայ քրիստոնյա է այո բայց ինք իր գործողությունները նաեւ ի պաշտոն է բերում են այդ բանին որ ես ենթադրում եմ որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, եւ կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմաստը տեղավորվում է։ Համակարգող խորհուրդը, որ վարչապետն առաջարկում է, որ ստեղծվի, ըստ վարչապետի պետք է լինեն, այսպես ասենք, մաքրամաքուր եկեղեցիականներ, մարդիկ, այդ բարեվարկությունը ո՞նց է ստուգելու։ Ոնց է բարձելու, որ այդ մարդը ամեն օր օրինակ աղոթում է։ Վարչապետը դրա հետ կապված նաև մեխանիզմ է ասել, հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականության եւ անձի ազնվությանն են թողելու, նույն ձեր ասած օրինակ ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահ ենք, որ մյուս, այսինքն այլ բաների մասով ստուգման մեխանիզմներ կան եւ այնտեղ որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ որտեղ պիտի թողենք մարդու ազնվությանը, մենք թողենք մարդու ազնվությանը։ Բայց օրինակ տեսեք դուք ասում եք կատարում։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, ես հաստ չեմ առաջին հերթին այն կարգերի եւ ավանդույթների խախտման հետ, որը տեղի է ունեցել վերջին տարիներին ցավոք սրտի եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ եւ այս հնչող հարցերից օրինակ կուսակրոնության խախտումը եւ ոչ միայն եւ ինձ տրված հարցադրումները եւ վերջին ժամանակներում ընդհանրապես հնչող հարցերի տրամաբանությունը հետեւյալն է, իմ մոտ տպավորություն է, որ շատերը քրիստոնյաներից հաշտ են սրա հետ եւ այդ հաշտ լինելը իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում եւ նաեւ թվացial տպավորություն կա, որ լրագրողական համայնքից շատերն են հաշտես մտքի հետ եւ ընդամենը հարցը ուղղվում է նրա համար հասկանալու թե մեր շահագրգռվածությունն ինչպիսին էր վերջին ժամանակներում խոսելու դրա մասին, պիտի ասեմ, որ Դուք ազնիվ եք դուք այդ նույն քրիստոնյաների հետ, երբ ասում եք, որ կուսակրոնությունն է խնդիրը եւ օրինակ գուցե չեք խոսում են իրական պատճառներից, որոնք որ ձեզ մղում են այս գործողությունների իշխանությանը։ Օրինակ գուցե քաղաքականությունն է նրանց ձեր քաղաքականությանը հակառակ նրանց հայտարարություններն են պատճառը եւ այլն։ Այստեղ դուք ազնիվ եք Վանկուդացյան, որպես քրիստոնյա։ Մենք ազնիվ ենք ոչ միայն այս հարցում, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ուրեմն շփման հիմնական պատճառը այս հարցի բարձրացման, այո, դա է։ Ցանկացած հայտարարություն բուռն քաղաքական գործընթացների ժամանակ ցանկացած հայտարարություն նախորդում է ինչ-որ բանի, հաջորդում է ինչ-որ բանի եւ դա կապել ինչ-որ բանի հետ կարծում եմ մեծ հաշվով հնարավոր է կապել, այսինքն շատ շրջանակներ փորձում են կապել, բայց իրականում դա պայմանավորված է այն հանգամանքով, ինչի մասին ասեցի։ Պարոն Խուդացյան, տեսեք դուք վարչապետ, այսինքն ասում որ այդ հանձնաժողովում պետք է լինեն բարեվարկությամբ մաքուր մարդիկ, քրիստոնյաներ, ովքեր աղոթում են։ Այդ հարցին արդեն Դուք ձեզ պատկերացնում եք այդ խնդրի անցումը։ Ես ոչ։ Վարչապետը Ես այդ խմբի անդամ չեմ։ կամ արարողությունների եկեղեցի չի հաճախ